Ողջույն սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն։ Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք այցելել ենք Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանը։ Գիտենք, որ այստեղ էլ ժամանակին շատ թեժ էր իրավիճակը, մինչև ապրիլյան իրադարձությունները շատ հաճախ էին լինում ռմբակոծություններ, մեր գյուղերն էին ռմբակոծում, օգտագործում են TR-107, D-30 եւ տարբեր տեսակի հրետանի, խոշոր տրամաչափի ուրեմն գնդացիներ էին օգտագործում մեր գյուղերի վրա, նույնիսկ մենք ունեցանք խաղաղ բնակչության մեջ զոհեր ունեցանք, հիշում եք, որ Արցախից մեր երկրապահները, արցախցիները նույնիսկ այնքան է թեժացել այստեղ իրավիճակը, որ եկել են իրենց տավուշի ընկերներին օգնության։ Հիմա այստեղ ինչպես եւ ամբողջ սահմանով իրավիճակը ավելի հանդարտ է, հրաձգություններ եւ հրադադարի խախտում չկա, բայց տղաները չեն կորցնում զգոնությունը, մենք այցելենք հենց հիմա գտնվում ենք անտառային բարձրադիր ուրեմն դիրքերում, իջնենք նաև ներքև, կզրուցենք սպաներից մեկի հետ, ով զինվորների հետ հայտնվել է հետախուզական դիվերսիոն խմբի թշնամու ուրեմն ծուղակի մեջ եւ փառքասու այնտեղից նրանք դուրս են եկել ողջ, կզրուցենք մեր դիրքապահների հետ, կծանոթանանք իրավիճակին եւ կներկայացնենք ձեզ Բարև զինվոր ջան։ Ո՞նց ես։ Մարտական։ Այստեղ հետաքի տարբերություն է, լավ եմի փոխարեն համարյա բոլոր զինվորները պատասխանում են մարտական։ Քանի որ զինվորական ենք, ուրեմն մարտական ենք։ Ցավը տալի։ Այդտեղ հրաման կա, երևի, թե։ Ոչ մի կերպ։ Սովորություն է։ Պարտավոր ենք։ Հա, պարտավոր ենք, ցավ։ Ո՞նց է իրավիճակը, նորմալ է։ Ճիշտ է, պես նորմալ է, հրադադարի խախտումներ չկան։ Այս խրամատները ոնց որ նոր են, հա, ամրացված։ Հա, նոր ենք։ Սրանք նոր ենք կառուցել, դեռ չենք հասցրել բոլոր աշխատանքները վերջացնենք։ Հիմա կատարում եք, հա, կատարում ենք կահավորումը արդեն վերևից, ինչպես տեսակ, արդեն ավարտել ենք։ Հա, այդ գետնին որպեսզի ցեղ չլինի, հա։ Ճիշտ է, այդպես ջրահեռացման փոսերը։ Անձրևները լավ խանգարեցին, հա, այս տարի։ Ճիշտ է, այդպես շատ ահագին անձրև եղավ, բայց ամեն դեպքում հիմա այս եղանակը ավելի նպաստավոր է։ Որպես դիրքի ավակ, ո՞նց է ծառայությունը ցավոթ։ Շատ լավ արդ։ Զինվորները լավ են։ Ճիշտ է, հա։ Միջայլոց բոլոր ինժեներական գործերը դիրքի ավակի մտահղացումներն են, հիմնական կազմը։ Իսկական է։ Ճիշտ է, այդպես։ Այսինքն դու ես պլանավորում որտեղ ինչ անեք, հա։ Վերադասի կողմից ինչ ցուցումներ տրվում է, այն ինչն էլ որ առօրյա ծառայությանն է, այնց բնորոշ ինքն է կազմակերպում, շատ լավ է ստացվում։ Մենք ընդհանրապես ինժեներական աշխատանքները պլանավորել ենք առաջնագծի համար, բայց իրանք արդեն իրանց լվացարան, զուգարան, բոլոր այդ հիգիենայի համար բոլորն ունեն։ Իրենց հարմարություն, այստեղ ապրում են, իրենց հարմարությունները իրենց համար ստեղծում են, հա, տես չի։ Այ մի եթե քեզ մի օրով, մի րոպեով նշանակեն, ասենք, ինչ ասեմ։ Պաշտպանության նախարար ասեմ կամ գլխավոր հրամանատար։ Եվ ասեն, որ դու այ որպես ծառայած, որպես դիրք պահած, որպես թեկուզ գրիվ տեսած եւ այլն զինվոր։ Այ մի բան ինչ կփոխեր։ Երկրում լողանալու արծ է, ավելի հաճախականությամբ առավել զմերը, որ շատ դժվար է լինում լողանալը։ Այսինքն լողանալու պայմաններ կստեղծեիր դիրքերում կոնկրետ ավելի հաճախ լողանալ։ Ճիշտ այդպես։ Հա, շո, խելացի բան ես ասում։ Շնորհակալ եմ, Պարյան ջան։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությունում։ Հա, ցավը տանեմ։ Մի հատ զինվորին մեր տեսնենք, հա, զինվոր ջան։ Ինչ կա չկա։ Նորմալ է ամեն ինչ, ճիշտ այդպես։ Հələ մի հատ թողես թույլ կտաս նայեմ քո դիտակետից։ Նո հիմա ցերեկը հասկանալի է տեսանելիության վրա էս հիմնվում։ Իսկ գիշերը ոնց է, ասենք, ինչի վրա է սպանան։ Լսողական էլի։ Գիշերային տեսանելիության սարքեր ունենք, դիտարկումները գիշեր ժամանակում կատարվում է գիշերային տեսանելիության սարքերով, այն ջերմազգայուն սարքերով։ Ցերեկային ժամերին ունենք արդեն մեր նշանակված դիտորդները տեսանելիության տարբերակով։ Քանի որ մեր դիրքում, այս կոնկրետ հենց այս դիտակետում, քանի որ տեսանելիության սահմանափակում կա, այ եթե բարձրանանք հաջորդ այն կահավորված դիտակետը, որ մյուս դիտորդն դե է իրականացնում դիտարկումը, այնտեղից ամբողջ հակառակորդի թիկունքը ճիշտ այդպես, սաղ երևում է։ Ունենք 3-4 տեսակի գիշերային տեսանելիության սարքեր։
թե զենքերին ամրակցվող, թե ուղղակի հենց որպես տեսանելիության սարքեր։ Մեր կահավորված դիտակետից երևում է հակառակորդի ողջ թիկունքը, այսինքն այս մի դիտակետից մենք հնարավորություն ունենք ամբողջ հակառակորդին դիտարկենք։ Հեսա մեջից կնայենք կրակի սեկտորից, հակառակորդի ամբողջ թիկունքը երևում է, այսինքն եթե հակառակորդը ինչ-որ ուզենա ուժային կուտակումներ անի, մենակ այս մի դիտակետը արդեն հերիք է, որ մենք հայտնաբերենք։ Դրա համար այդ դիտակետը ցույց չենք տա, մենք հիմա կգնայենք այդ դիտակետից, մենք կնայենք թույից մնա հանելուկ։ Այս այս կանաչ բլրինը ներքևը սպիտակ երևում է։ Դրանից վերև անտառի մեջ։ Աջ թևում բարձունքի վրա հակառակորդի մի դիրքն է։ Հա, տեսնում եմ, սպիտակը այդ իրանց բանը։ Սպիտակից մի քիչ վերև։ Դրանից ներքև անտառից մի քիչ ձախ փեշի վրա հակառակորդի կրակակետերն են։ Քանի որ մենք բարձունքում ենք, հակառակորդի բոլոր շարժը մեր տեսանելիության դաշտում է, այսինքն ինքը չի կարող մի շարժ անի, որ մենք չտենանք։ Սա առավելություն ունենք, էլի։ Առավելություն ունենք, իր բոլոր շարժը մենք վերահասկում ենք։ Էլ չեմ ասում, անհրաժեշտության դեպքում ինքը չի կարող ոչ մի գործողություն անի։ Մենք կճնշենք։ Հասկանալի է։ Գերիշխող դիրք է, շատ լավ է։ Գերիշխող հիմնականում մեր այս կողմի, աջ կողմի սաղ դիրքերը, հատկապես ինվաշտի դիրքերը բոլորը գերիշխող են։ Բոլորը գերիշխող են եւ բարձունքի վրա են եւ տեսանելիությունը։ Բոլոր ճանապարհները դեպի այս կողմ գալացող իրանց դիրք մտնող ճանապարհներ։ Իստեղ դիպուկահարները, ասենք, ինչքան էլ գերիշխող ունենք, դիպուկահարը կարող ստեղ աշխատի։ Դիպուկահարը անպայման կարող աշխատի, բայց զինվորները տեղեկացված են, որ ախային չեն։ Զինվորները հրահանգավորված են, իրանք բոլոր տեղերը, որտեղ որ հակառակորդի կողմից ինչ որ տեսանելիություն կա, շարժ գոյություն չունի։ Քո ծառայության ընթացքում որևէ միջադեպեր բան եղել է ստեղ, ասենք, կոնկրետ կախված հակառակորդից։ Ոչ։ Փառք Աստծո։ Փառք Աստծո, հա։ Հա, ցավ տանեմ, շատ լավ։ Ես իրանց կրակակետերն է, մի հատ բարձացի վերև, որպեսզի երևա իրանց ձորի մեջ։ Ձորի մեջ ճանապարհ։ Այս է։ Հա։ Հա, այս իրանց դիրքերը սնող ճանապարհն է, փաստորեն։ Հա, հիմա մի հատ բարձացի դեպի ձախ, բացի մի քիչ, հետ արի։ Այ, ահա։ Բարձա։ Այստեղ էլ արդեն իրանց բնակչությունն է, հա։ Հա։ Լիճն է։ Ունենք այդ ձախ կողմում գյուղ, որը որ հենց էքի մայրուղին է իրենց։ Հա, տեսել եմ, գյուղը նկարել ենք։ Իսկ այս ինչ է, այս էլա դիրքերը այս բարձունքի վրա։ Բարձունքը իրանց հրամանատարական կետն է, գումարտակի հրամանատարական կետն է։ Այս իրանց գումարտակի հրամանատարական կետն է։ Հայոց օջախ, հին հայոց օջախ։ Հա, ռեստորանն է։ Հայոց օջախ ռեստորանն է տեղ եղել։ Ճիշտ այդպես։ Բա ես այդտեղ ուզում հաց ուտեմ։ Երբ որ դառնամ գումարտակի հրամանատար, անպայման այնտեղ հաց եմ ուտելու։ Ես քույս գալու եմ։ Ես եմ ուզում անպայման այդտեղ հաց ուտենք, դե որ մեր ռեստորանն է եղել, այ քեզ բան։ Մենը լինելու է։ Անպայման։ Ես քո ցավը տանեմ։ Հա։ Շատ լավ է։ Անպայման այս է տրամադրված սպաներ մենք պետք է ունենանք, որ մեր երեխաները այս ոգով պետք է դաստիարակվեն, որպեսզի մեր երազանքները, մեր պապենական հողերը ամբողջովին վերադարձվի մեր հայրենիքին։ Քայլենք տեսնենք ձեր կացարանը ոնց եք սարքել։ Ինձ ավելի շատ դուր եկա, որ ուրեմն խրամատի քայլելու մասերը այդպես փայտերով սարքած է, որպեսզի այդ ցեխը ես հիշում եմ տեղեր եմ եղել, որ կոշիկների հետ կպտումա չի փոկվում ցեխից, այն կավային Ստեղ էլ տեսնում եմ պակաս չի այդ ցեխը։ Համել շարժվելուց շատ անհարմար է լինում, էլի։ Նամանավանդ sense ամբողջ զենքերը վրա զենքով շարժվելը, մի քիչ էլ արագ շարժվելը արդեն ցեխը ահագին խանգարում է, բայց մենա մտածել ենք շատ արդյունավետ, աշխատում, շատ օգտագործվող տարբերակ է։ Համ ստեղ եք մաքրում, մաքրած մատերիալն էլ օգտագործում եք։ Սկզբնական ժամանակներում ես ինչ այս դիրքերում ծառայում եմ, մենք ունենք միայն այս մեր խաչքարը, խաչքար ունենք, վրան գրած ի հիշատակ զոհված ազատամարտիկների, ու տենց կամանց կողքերը տենց ծաղիկներով, հետո վերջնական տեսքը դարավ եկեղեցին, որոշին որ եկեղեցի սարքեն։ Այս մատուրը փաստորեն այս խաչը, հա։ Դե ամեն մեկը իր ձևով, հա։ Կարևորը որ դուք ինչ-որ սրտանց եք դրա, հա, կարևոր ինչ-որ մի հատ անկյուն են առանձնացրել, որ ինչ-որ տենց հաղորդատեղի, հա, շատ կարևորը, հա, ես ուրախ եմ, որ դուք ձեր ձեռքով եք դա անում,
ոչ մի ցուցում դրա համար չկա, եւ որ սրտանց եք անում, թեկուզ սենց պատերով, հա, թեկուզ սենց խաչքարով, կարևորը հավատքն է, սա ավելի հզոր է, ես հավատում եմ սենց բանը, որ սա ավելի հզոր է, դու սրտով ես անում, դու հոգով ես անում, դու հավատքով ես անում, եւ փայտից կլինի խաչը, թե այսպես պատուանի տեսքով կլինի խաչը, կարևորը նույնիսկ խաչը չի, կարևորը հավատքն է, եւ կարևորը որ դու այստեղ առանձնանում ես քո աղոթքներով, Աստծուն դիմում ես եւ Աստված էլ թող զորավիք լինի միշտ մեր բանակին, մեր ազգին, մեր հայրենիքին։ Ստեղից են կրակում մեր այդ կրակակետից են կրակում։ Այսին կրակակետում արդեն եթե մի քիչ իջացնեք ներքև, մենք մի հատ այնպես կրակակետ ենք կահավոր է, հակ երևի չէ, դա ցույց չեմ տա, բայց այդ կրակակետից էլ ընդհանրապես ձեն չի գալի։ Այսինքն հիմա այդ ճանապարհով արդեն երթևեկում են մերով։ Երթևեկում են, ազատ շարժ կա։ Եթե սրանք մի հատ կրակեն, կարակ վերացնեք, էլի։ Միանշանակ։ Սա Բերթի ճանապարհի վրա հիշում եք այն հատվածը, որ նույնիսկ շրջանցող ճանապարհ սարքեցինք, սա հենց այն կրակակետն է, բոլորը միշտ հարցնում են որտեղից են կրակում, այստեղից են կրակում, ինքը բարձր հատված է, որտեղից դիտարկվում է մեր ճանապարհը, դրա համար այդտեղից կրակում են, բայց հիմա տղաները ասում են, որ սրան շատ մոտիկ սարքել են մեր կրակակետը եւ եթե սա ակտիվություն կրկին ցուցաբերի, ապա այն կոչնչացվի։ Դեմբելներ կա մեջներդ։ Կան, ես եմ։ Դու գնում ես, հա? Հա, 10 օրից։ 10 օրից տուն ես գնում, ապե։ 10 օրից։ Ամբողջ ծառայություն ստե անցար, հա? Հա, ստեղ եմ Ոնց ացավ։ հասկացել։ Շատ լավ։ Ինչ որ այդ մարտական բան գործողությունների ժամանակ ստեղ ես եղել, էլի փաստորեն անցած։ Ներքևի պոստում եմ եղել։ Հա, ներքևի պոստերում ես եղել։ Ոնց էր վիճակը այդ ժամանակ։ Լարված, բայց շատ լավ։ Հա։ Իսկ նորեկներ 5 ամսվա ծառայող որ նոր են բարձացել դիրքեր։ Կան։ Հա, դուք եք։ Այս առաջի հերթափոխտա ձեր թե։ Հա։ Ոնց է դիրքում է լավ թե ներքևը։ Չէ լուրջ է, կամերայի համար չեմ ասում, էլի։ Ստեղ ավելի ավելի ազատությունը ավելի լավ է, չէ։ ազատությունը չէ, ավելի առույգ ես էլի որ պոստերն ես, Հա։ փողն ես բան։ Հա, ավելի բան է, Հաճելի է։ պատասխանատվությունը չէ, հա։ Հա, դե իհարկե տեսակ տղեքի ինչ արին Ղարաբաղում։ Ձեր նման տղեկներ էլ ինչ տարբերություն։ Ես համոզված եմ ձեզից ով էլ ընդ լիներ, հաստատ նույնն էր անելու։ Ոնց որ ասած, մենք հպարտ ենք նրանով, որ ձեր նման երեխեք են։ Այսինքն ոչ թե չեն զիջում։ Մի բան էլ տվեցին մեզ անցան, էլի, դա մեծ բան էր, որ ես տեսա, որ 18 տարեկան երեխեն ավտոմատը ձեռը խնդրում է օֆիցերին, ասում է թողեք էլի, պարոն նրան, թողեք այդ հանք, էլի, մեր ընկերները ընդեն մնաց այդ հանք, հանենք, այդ հանք բերենք, ու որ այնտեղ մոմենտ էր գալի, ասում ենք վիրավոր կա կամ զոհ կա, ուզում ենք հանենք, չէ, որ կամավոր է, չէ, ուզում, ասում էր կամավոր 5 հոգի, մեկ էլ են Շուրիկի կինոն տեսել եք, որ ասում է, հա, Այդտեղ սաղ զորքը ասում ենք ով է գալի, մեկ է սաղ մի քայլ առաջ են գալի։ Այս սալիկները դուք եք լրիվ հավաքում, հա? Տղեկով էլի։ Հա, դիրքի անձնակազմ։ Մեջն այդ վարպետ կա, որ սենց հավասար անում։ Թե ինչ որ աթեստեղ եք սովորել։ Ստե այնքան արդեն։ Ով է շարում, ջեր մեջ է շարող է։ Ես։ Դու ես շարում։ Արել ես տուն ես այս գործը։ Այն ինքն է սաղ շարը։ Հա, այսինքն ծանոթ ես էլի այս գործին։ Ճիշտ այդպես պարոն։ Ճիշտ այդ։ Ես բան օրը։ Սա։ Հիմա մենք տեսանք, որ այստեղ խրամատները բավականին ապահով նորամուծություններ կան եւ իհարկե այդ ամեն ինչի մասին մենք չենք կարող մանրամասնել, ձեզ ցույց տալ նորամուծություններ են օգտագործված եւ տարբեր տեսակի հնարքներ են օրինած, որպեսզի հակառակորդի ներխուժման դեպքում նրանց համար անցնել, մոտենալ մեր զինվորներին լինի համարյա անհնարին։ Այնա, այս լանջը սաղ իրանք են մեր։ Սաղ իրանք հենա դիրքերն է, կրակային դիրքերն է։ Այս դեմի լանջը։
Մի քիչ ձախ նայեք, ձախ։ Հողը ներևում է կրակային թունելը։ Կրակային դիրքերն է։ Խարամատն ու կրակային դիրքերը։ Այս ամբողջ լիճը իրանց բանի տակ է։ Հա։ Իրանք են ստեղ ապրում, միշնում։ Մենք իրանց Լճի վրա մենք ապ չունենք։ Մենք որը, չէ, լճի վրա մենք ապ չունենք։ Մենք իրանց չենք, խոչընդոտ չենք։ Ինքը մտավ լիճ, ասենք ձուկ որսալու, ասենք օրինակի համար այն անտառից փայտ կտրելու։ Մենք իրանց խոչընդոտ չենք։ Թեկուզ եւ եթե նկատում ենք որ զինվորական են իրանք։ Թեկուզ եւ էլի խոչընդոտ չենք իրանց։ Ասենք ինքը կարող ազատ իշնի իր տարածքն, իր ափը դուրս գամ, բայց մենք երբ որ մշակում ենք ստեղ, ասենք ես հիմա եկավ հենա խոտ խաղելու, այն վերևը չի կարում խաղի։ Ինչի համար, որովհետեւ ընդ արդեն կկրակեն տրախտորիստին կխփեն։ Այդպես նմանատիպ հարցեր կան ստեղ։ Բա ինչի է ժամանակ մենք էլ խոչընդոտ չենք իրանց որ։ Կա, տես բան կա, ասենք մարտական հենակետերից իրանց սպայական կազմը պատասխանատու են թողում, մենք դա տենում ենք, զգում ենք մենք դա։ Շաբաթ Կիրակի օրերը, ազատ օրերը, իրանք գնում են։ Մի պատասխանատու սպա մնում են վաշտի ամբողջ թևով։ Այդ տվյալ օրերը, երբ որ սպաները արդեն հսկողությունը թույլացավ, իրանք մեծամասնության ժամանակ ինչ են անում, խմում են, չգիտեմ, եւ այլն, ու արդեն անկանոն կրակոցներ, որովհետեւ ինչի եմ ասում անկանոն կրակոցներ, եթե կրակումը պետք է կրակի դիրքի վրա, չէ, ասենք կամ կարա հենց այնտեղը մի քանի հազարատ, ասենք օդ կրակի։ Անիմաստ է, ասենք զգում ես որ դա խմացության այլ չկա էլի, հա։ Խնայություն չէ, խնայություն նմանատիպ բան է։ Իսկ այս գյուղերը, երբ որ իրանք ստեղից հրետակոծում են ձեզ կամ երբ որ հրաձգություն է գնում, ժամանակին լավ ինտենսիվ ստեղ կրակոցները կար, այսօրվա նման չէր։ Այո։ Այս գյուղերը չէին տուժում այդ, իրանք չէ որ գյուղերի մեջ են կրակում։ Միանշանակ, իրանք երբ որ մեր գյուղերին, սահմանամերձ գյուղերին գնդակոծում էին, մենք էլ համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել ու շատ լուրջ պատասխան ենք իրանց տվել։ Բաքվեցիների լավ բողոքում են այդ մի փոքր այդ։ Կար այդպես բաներ, իրանք բողոքներ ներկայացրեցին ու մի քանի գյուղում միանգամից ոնց որ ցույցեր։ Իրանց ղեկավարությունից մարդիկ եկան, մենք այդ լրիվ դիտարկել ենք ու ֆիքսված ցույցերի իմաստը։ Իմ կարծիքով որ դուք գալիս եք դրսից կրակում գնում եք, հետո տուժում են մյուսները, այսինքն այդ մոտեցումը մի արեք, մի թույլ տվեք որ այլ տեղից գան դիպուկահարներ, հրետանավորներ։ Լավ, մեկ էլ հրամանատար, այսպեսի մի բան։ Այս լիճից իրանք ազատ օգտվում են, ասեցիք, ձուկ են բռնում եւ այլն։ Իսկ հիմա կոնկրետ այս պահին, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, մեր գյուղացին կարողանում է իր արտերից օգտվի անխափ։ Բանը արտերից հիմա կոնկրետ ասենք մեր տարածաշրջանում խոտ խաղի սեզոնն է։ Այն տեղերը որտեղ որ իրանք տարիներով չեն մտել գյուղացին, չի խաղել, մի քիչ դժվար է իրան ասել որ հիմա արի ազատ խաղի կամ փոխվել է ինչ-որ բաներ, այո, վախը կա, բայց տեղեր կան, որտեղ որ չես կարա կանգնած տես այդ մարդուն։ Ասում եմ, այդ իմ հողն է, ես գնալու եմ։ Հələ տենամ ին վրա ով է կրակում։ Դու ընդհանուր վերցած կարելի ասել մոտ մի 5 հեկտարի չափով խաղի այգիներ են, դուք տենում եք, այստեղ մարդ չի գալի մշակելու։ Մի քանի պատճառով նախ կրակոցները ամենաառաջինը եւ երկրորդը ջրի խնդիր կա եւ բերքահավաքության խնդիր կա։ Առաջ ջուրը էս լճից է եղել, հա։ Ժամանակին այո, նասոսներ են եղել առանձին։ Այ մենք տենում ենք այս մեր հետևը, այս խողովակա շարեղ է, ընդհանուր, այնտեղ ջուրը հանելա ու այս ամբողջ այս տարածքները ջրվել են։ Vay, tırek can. Էսա ա գրել, արի։ Դու ես գրել։ Ինչա գրած չտես։ Դու ես մտածի հենց, հա, հենց։ Ինչա գրած չտես։ Մեր ավակ լեյտենանտը ստեղ բանա գրել, որ բա ինչի՞ց ես մտածի։ Ճշմարտությունն է։ Ճշմարտությունն ես գրել։ Անդ ո՞նց է ցավը։ Թագվոր։ Թագվոր։ Թակավոր էլի։ Կարելի է։ Թակավոր տղեկ եք դուք անել թակավոր, հա։ Թագվոր ջան, շատ լավ բան ա մտածել։ Հակառակորդը նենգ է եւ ստոր խորամանկիր նրան։
զինվորը դիրքեր գնալու հենց առաջի բանը որ կարդա, որ էլ ես բան գրել։ Զինվոր եղիր զգոն։ Զինվոր եղիր զգոն, որովհետև հակառակորդը նենգ է եւ ստոր։ Խորամանկի նրան, այսինքն նրանից խորամանկ եղիր։ Շնորհակալություն։ Շատ լավ նորամուծություն է։ Արդու առաջ։ Ամբողջ խրամուղու երկայնքով փաստորեն այս փոքրիկ ցուցանակները տարբեր բովանդակությամբ կրկնվում են, տեղ կա օրինակ այստեղ գրված է, որ գնդակոծվող տարածք է, որպեսզի զինվորը զգոն լինի, զինվոր զգոն եղիրը ավելի շատ հաճախ տեսան գրած է, եւ իհարկե չի խանգարում եւս մեկ անգամ հիշեցնել զինվորը մտածմունքների մեջ կարող է լինել եւ այլն, որպեսզի նա տեսնի ու հիշի, որ այստեղ գնդակոծվող տարածք է եւ երկար կանգնելը չի կարելի եւ անցնել չի կարելի կրսել սպայի կողմից տեսնելով նման ուրեմն վերաբերմունք իր զինվորի հանդեպ ուրախանում ես եւ իմանում ես որ նա առաջ է գնալու հաստատ եւ լավ սպա է լինելու եւ լավ ղեկավար է լինելու ժամանակին կլինի դա զորամասի գնդի թե մի այլ տեղ Բարցավ տանեմ։ Բարցավ։ Ո՞նց է։ Բարցավ տանեմ։ Առաջի զինվորն է ո՞նց ասում ցավ տանեմ։ Անդ ո՞նց է։ Դավիթ։ Դավիթ ջան որտեղից ես։ Հոկտեմբերյանից, Արմավիրի մարզից։ Արմավիրի մարզ ինչքան ժամանակ է այստեղ ես։ Արդեն մի տարի է։ Արդեն մի տարի է։ Հեսա պոստից իջնում եմ, ելնում եմ մի տարվա ծառայ։ Հա։ Ո՞նց անցնում ծառայությունը։ Շատ լավ։ Հա, այլ հիմնականում է։ Նորմալ է։ Եղել է հեչ որ հետաքրքրության մասնակցես։ Ինչ։ Եղել է որ հեչ կռիվելնից է մասնակցես, թե չի եղել կոնտակտում։ Չի եղել։ Չի եղել, հա։ Բայց միշտ զգոն ենք։ Հա։ Միշտ զգոն եք, միշտ պատրաստ։ Միշտ պատրաստ ենք մարտի։ Հա, Դավիթ ջան, ցավը տանը։ Ուրեմն սա արդեն մինիմում իմ հասակի մարդիկ կհիշեն 5-այի պոստն է։ Ծով գնալուց այստեղ արդեն առաջի ադրբեջանական գայի պոստներ, որտեղ կանգնացնում էին մեր մեքենաները անպայման, պոստում անպայման կանգնացնում էին, ստուգում էին, ճիշտ է, սովետական միություններ սահմանը այդպես որպես սահման չէր համարվում, բայց անպայման պետք էր կանգնացներ եւ ստուգվեր վարորդի ուրեմն փաստաթղթերը եւ հարցնեին ուր են գնում ինչ նպատակով։ Ահա այդ գայի պոստը այսօր այստեղ այս պոստի մոտ գալիս են եւ կարծեմ հենց այստեղ են կատարվում գեյների փոխանակումները, եթե այդպիսի կան գոյություն ունեն, հանդիպումները հենց այս պոստի մոտով են անցնում ադրբեջանցիները, որ գալիս են։ Այստեղից իմ կանգնած տեղից մոտավորապես 400-500 մետրի վրա է այն գտնվում։ Հին կառույցը մնացել է, տեսնում ենք նրա տանիքը, տեսնում ենք նրա դիմացի պատը, ճանապարհը իհարկե սա ոնց որ հենց սյուներից է ճանապարհի վրայի, բայց արդեն առաջվա այն բանուկ ու աշխուժ ճանապարհը այսօր վերածվել է ամայի անմարդաբնակ ծառերով, խոտերով ծածկված ինչ-որ տարածքի։ Նորամուծություն չի ասի, բայց կասեի, որ հենց դիրքերում օգտագործվող երևի նորամուծություն դա արևային մարտկոցներն են, որոնց շնորհիվ եւ հոսանք են ստանում եւ պետք եղած դեպքում լիցքավորում են տեխնիկական միջոցները եւ այլն։ Այսպիսի մարտկոցները դրված են ապահով եւ նրանք ամբողջ դիրքը, ամբողջ կացարանը ապահովում են լույսով ամբողջ գիշերվա ընթացքում։ Ծիծեռնակները տղաների հետ միասին բնակվում են կացարանում, բավականին բարձր տանիքով կացարան է, լավ կացարան է, հով, շոկ պայմաններում մեզ հով կացարանները շատ կարևոր են, որպեսզի զինվորը այդ դիրքում անցկացրած 2 ժամից հետո, թե 3 ժամից հետո, ինչքան որ անցկացնում են, գան այստեղ գոնե հովանան արևահարություններից խուսափելու համար։ Պարոն գնդապետ, ճիշտ է, որ թույլատրություն կա, որ այս վերևի գիտելները հանեն եւ մայկաներով ուղղակի։ Իրավունք ունի հենակետի ավակի որոշմամբ, ավակպետի թույլատրությամբ, հանի ավակ վերևի մասը, համազգեստի ու ծառայությունը գրի մայկա ու
Զրաբաշխում, այո։ Իսկ դե թույլատվություն կա։ Փառք Աստծո, որտեղ այս շոկին իրոք շատ դժվար է, շատ։ Կոմունիստների ժամանակ կառուցված կառավարական հանդիպումների համար նախատեսված կառույց է, այստեղ սահմանի վրա է այս կառույցը, այստեղ են հանդիպել սովետական Ադրբեջանի եւ սովետական Հայաստանի ղեկավարները, եթե ինչ-որ քննարկելու հարցեր ա եղել, կամ ասենք Ղազախի շրջանի եւ Իջևանի շրջանի ղեկավարությունը, մինչեւ հիմա էլ ինքը իր տեսքը պաշտպանել է, տեսնում եք այգին բավականին գեղեցիկ է եղել, մրգատու ծառերով, եղևնիներով, եւ ասում են, որ նույնիսկ հետ սովետական ժամանակ արդեն կարծեմ Քոչարյանն ու Ալիևը կրկին հանդիպել են այստեղ, ինչ որ հանդիպում տեղի ունեցել է։ Այև կանգնած ենք սովետական Հայաստանի վերջին կետում։ Այստեղից սկսվում էր Ադրբեջանը, սա էլ մեր գայի պոստն էր, այն ժամանակվա ճանապարհային ոստիկանությունը սովետական։ Այստեղ մի քիչ առաջ դուք տեսաք ադրբեջանական գայի պոստը արդեն, սա հենց այդ սահմանագիծն է, այստեղ կանգնում էին մերոնք, այնտեղ կանգնած էին ադրբեջանցիները, իհարկե դա ձևական բնույթ էր կրում, իսկ այսօր այն դարձել է իրական մարտական ուրեմն իրադարձությունների կիզակենտրոն։ Այստեղ էլ եւ իրենց կողմում էլ բավականին հրազենային վնասվածքներ կտեսնեք պատերի վրա, ամենուր թափված են ուրեմն հետքերը այստեղ տեղի ունեցած մարտերի եւ այդ մարտերը ոչ թե 90-ականների ժամանակվա, այլ վերջին տարիներին այստեղ բավականին հզոր գնդակոծություններ են եղել երկկողմանի, նրանք այսինքն սկսել են եւ մերոնք պատասխանել են եւ հիմա կտեսնեք այսպես կոչված Արևիկ արձան, որը ժամանակին իբր թե այսպես բարով եք եկել Հայաստան, Ադրբեջանի կողմից եկած այդ ճանապարհի վրա է կանգնած եւ այնտեղ կար նաեւ 3 ազգերի, այսինքն հայերի, վրացիների, ադրբեջանցիների բարեկամության այդպիսի կոթող, որը նույնպես գտնվում է այսօր Չեզոք գոտում եւ նույնպես գնդակոծության պատճառով ամբողջովին վնասված է։ Դեպք եղել է հունվարի 28-ի գիշերը, բանակի օրվա արդեն։ Ասենք գիշերը բան տեղեկություն ստացանք, որ հակառակորդը կարող է գործողություններ կատարել նշված հատվածի վրա։ Հա։ Եվ ինձ կարգադրեցին, որ 4 զինծառայողի տանեմ դիրքեր։ Հա։ Իմ մեքենայով գիշերը։ Վերջ մտել եմ առաջի պոստ, 2 հոգի իջցրել, 2 հոգի հետս վերցրել, որ արդեն գնամ մյուս պոստը։ 2 պոստի արդեն միջանկյալ հատվածում փոսակ տեղ է, ասենք 2 պոստերի փոսակ տեղ է։ Այդ փոսակ տեղը մտա, բաձոն բարձրանալուց այն ջոգի, որ արդեն դիմացի ծառի տակից վրես կրակում է։ Հա։ Վրես այդ կրակոցին մոտ ինչ հեռավորությունից։ 4 մետր հեռավորությունից։ Հա, դեմ դիմացից Դեմ դիմացից մի հոգի դուրս եկավ, սկսեց ավտոմատով խլացուցիչով ինքնել։ Հա։ Խլացուցիչ ինքնազիգով սկսեց կրակել։ Անմիջապես ասենք ինչ չկորցրի, լույսեր անջատել եմ ֆաբրիկնայի։ Լույսեր անջատել եմ, դրել հետադարձ ասենք։ Հա։ Զադնի մեխանիզմի եւ հետ ընթացել։ Հա։ Մոտ մի 20 մետր ավտոն ասրել եմ հետ ընթանալ, տենց, ասենք մեքենան ճանապարհից դուրս եկել, խփեց թմբին, դե մութ է արդեն չեմ տեսել, ես չէի կարող նորոշեմ։
խփել է թմբին, մեքենան որ խփեց թմբին հանգավ, անմիջապես տղեկին ասել եմ տղեկ մեքենայից փակ թռեք ու զենքերով էինք։ Ես զենքս վերցրել եմ ու մեքենայից ինձ գցել։ Զենքս մեքենայից գցի, տես երկու հոգի վազելով գալիս են մեր վրա արդեն։ Վազելով գալիս են, երևի իմացել են քաղաքացիական մեքենա, իմացել են ճանապարհով քաղաքացիական մեքենաներ են աշխատում շատ։ Իմացել են թե քաղաքացիական են, չեն պատկերացել որ կարող զինվորական լինենք, ես ավտոմատից գցի, արդեն վեկալա մեքենայից գցի ու մեջքով դեպի իրանց։ Գետնին պարկած, տեսա երկու հոգի վազելով գալիս են ճանապարհով։ Անմիջապես լիսկավորեցի ու սկսեցի կրակ վարել իրանց նկատմամբ։ Այդ պայն ընկերը կողից նստած ընկերն է կողիցս։ Ինքն է սկսեց կրակել։ Ինքն է սկսեց կրակել ու ասենք իրանք չսպասեցին որ մենք կարող դիմադրություն ցուցադրենք։ Ու խառնվեցին իրար այդ պայն իրանց կողմից արդեն իրանց դիվերսիոն խումբեր կանաչը ռակետ արձակին ու օբշի ամբողջ խմբով մեզ մցի Խաչաձև կրակի տակ։ Ու այդ պայն նռնակներ, գրանատամյոտով, մուխայով են կրակել։ Սկսեցին ձեր վրա բոլորով կրակել։ Արդեն բոլնի ասենք Խաչաձև կրակի տակ մցրին։ Մոտ մի 30 րոպե տենց դիմադրություն ենք ցուցաբերել։ Ոչ մեկը չի վիրավորվել։ Ասեմ մի վիրավոր եղել է։ Կողքից նստողը հա, վիցերից վիրավորվել էր, թևից թեթև էր։ Հենց թեթև վիրավորվել։ Հետևից նստածնել նռնակի։ Ասեցին որ 168 փամփուշտ է կպել մենակ մեքենային։ Մենակ մեքենային այդքան փամփուշտ։ 168։ Նռնականները դիմացն է պայթել։ Դիմացն է պայթել։ Այդքանից հետո դուք 4 հոգով մեջը ոչ մեկ 3 հոգի, հա։ 3 հոգի մեջը ոչ մեկից ոչ մեկից ոչ մի բան չի եղել։ Իսկ իրանք թողել են այս ուրեմն սիրելի հայր, այս սա կասես ինչ է, սա որտեղից քեզ։ Իրանց թողած դանակն է։ Թուրքերի թողած դանակն է։ Վատ դանակ չի ասեմ, լավն է։ Ճիշտ տեղին բանացնես, իրանց վրա բանացնես, բայց Փառք Աստծո որ ձեզ ոչ մեկից ոչ մի բան չի եղել։ 168 փամփուշտ էս մեքենան ուրեմն դիպչել է այս մեքենային, դեռ միջև հիմա փամփուշտների տեղերը կա, հիմնական մասը դե վերանորոգել է։ Ես չներկայացեցի քեզ։ Կարեն Իփակյան։ Կարեն Իփակյան, մայոր Կարեն Իփակյանը փամփուշտները չեն խնայել նաև պետական ուրեմն տեխնիկական զննության կենտրոնը։ Միայն տեխնիկական զննության կենտրոնին կպել է դիպչել է 1, 2, 3 փամփուշտ։ 4 կասել, չէ, երևի 4 է եղել։ 1, 2, չէ, 3 փամփուշտ մենակ այս փոքրիկ հատվածում։ Պատկերացեք ինչ է եղել մեքենայի վիճակը։ Մեքենան ամենաշատն է վնասվել դուրս եկա, բայց մի չեմա ծառումը նայեցինք, ուրեմն որ շարժիչի վրա բավականին շատ դեռ փամփուշտի ծագ կա։ Ո՞նց է աշխատում այդ կայից։ Վերանորոգել եմ սա։ Հա, վերանորոգել ես ուղղակի։ Պարզա։ Հետախուզության պետի հետ խոսացի, ասեց որ մեկին իրանք մի օգնին զոհ տվեցին, երբ որ արդեն հասել են նաև օգնության, հետևել են իրանց, մինչև իրենց չեզոք զոնա։ Մենք էլ ենք իմացել, հետո որ ասենք ըստ ստացած տեղեկությունների իրանք մի հոգի մարդ ասենք վիրավոր են ունեցել, որը ասենք տարել են, իրանք հասկացել են տանել այդ վիրավորին ու դեր ասենք զոհվել է հետո։ Զոհվել է, մեկին էլ հետախուզությունն է խփել արդեն չեզոք զոնայում։ Ինչքան ես հասկացա հետո։ Արդեն այդ մասին ես չէ։ Այդ մասին դու չգիտես։ Լավ, իսկ զինվորները, այ ձեր այդ զինվորներ են եղել։ Զինվորները ասենք ես այդ պահին եմ զգացել, որ միշտ ասենք այն ամենադժվարին պահին էլ մեր զինվորը միշտ նայում է սպային։ Հա։ Դե տվյալ պահին սպան ինչ գործողություն կանի, սպան ոնց կասի, ոնց կհրամայի։ Սպայդերը մեծ է, ամեն ինչը։ Այսինքն եթե սպան այդ րոպեին խառնվի իրար, եթե սպան խառնվեր իրան, ասենք, հաստատ ասենք այդ զինվորները ոնց որ գլուխը կորցնեն, էլի։ Գլուխը կորցնեն, միշտ ասենք ես զգացել եմ իմ մաշկի վրա այդ ամեն ինչը, երբ իմ զինվորը եկել է գրանատը բերել է, 2 հատ գրանատ տվել է, ասլա, պարոն Մարես 2 գրանատն է մնացել, ասենք փամփուշտներն ուզ վերջացել է, ինչ անենք, ես ասենք իմ գործողությունը եղել 2 գրանատ վերցրել եմ, իրանց ասել եմ հետ քաշվեք, ես մնացել եմ մեքենայի հետևը, ասենք եմ մտածել, բա գցենք, ասել եմ չէ, դուք հետ քաշվեք, որովհետև մեկը վիրավոր էր, մեծ զինվորն է ասել։ Հա, թեվը որ վիրավորված, ասել եմ քաշի հետ, ես մնացել մեքենայի հետևը, ասենք եմ բանով կանլիքով որ կարող է իրանք մոտիկանային, արդեն այս ժամանակ ես օգտագործել այդ նշան նռնակները։ Սակայն ասենք Փառք Աստծո դրան չհասավ այդ նռնակները օգտագործել, այդտենց էլ մնա։ Այսինքն կես ժամ մարդ եք վարել, էլի։ Կես ժամ մարդ ենք վարել։ Այդ ընթացքում դաժե փամփուշտները հերիքես մոտների տեղից։ Չէ, վերջացավ փամփուշտները մոտներից։
ասենք դեպքի վայրից համարը մի 1200 իրանց կրակած փամփուշտների, ասենք պարկուճ են հավաքել։ 1200 կրակել են ձերը։ Քանի հոգի են եղել ընդհանուր։ Կլինեն 7-ից 8 հոգի։ Այնտեղ։ Որովհետև ճանապարհի համ տակից, համ վերևից իրանք ասենք խաչաձև կրակի տակ մտցրին մեզ։ Հա։ Որ անսպասելի էր այդ ճանապարհատվածը։ Լրիվ անսպասելի էր։ Իսկ այդտեղ իրանք մոտիկ է, իրանք գյուղերը իրանք դիրքերը, նա ասենք մոտը տեից 800-900 մետր հեռավորության ու ձորակ է, ինձ թվում է այդ ձորակն է օգտագործել են, ասենք քանի որ այդ ձորակը մեր երկու դիրքերից չի դիտարկվող հատվածը, ասենք չի եղել ձորակ հատվածը, ինձ այդ ձորակով է իրանք ասենք առիթից օգտվել ու մտել էին այդ արագ։ Հիմա այդ փաստորեն թերությունը վերացված է դիտարկվում։ Լրիվ թերությունները վերացված է։ Դե ամեն մարտական ուրեմն գործողություն բացահայտում է ինչ որ թերություններ, որը հետագայում վերացում է։ Կարևորը որ սխալների վրա նույնիսկ սովորենք։ Շնորհակալություն պարոն Մահար, Աստված տա անփորձանք լինի մնացած ծառայությունը։ Շնորհակալություն։ Դիրքերում հանդիպեցինք այս մեքենային, ես զարմացա ինչ մեքենա է, պարզվեց որ ինքը հենց հայկական արտադրության մեքենա է, արտադրվել է Աբովյանում, Աբովյան քաղաքում, իհարկե կատարելագործվել է Զորամասի հրամանատար գնդապետ Հովսեփյանի կողմից, որպեսզի ավելի հարմար լինի դիրքերը ճամփորդելու համար, օգտագործվում են մեր տղաների դիրքերում, ամենագնաց է, տեսքով են շատ, տեսնում եք երևի, այն մեր մոտ ընդունված ջիպ, որ ասում ենք, շատ լավ մեքենա է, ափսոս շատ ուշ հանդիպեցինք, ամեն ինչով եւ կոմֆորտով եւ ամեն ինչով շատ լավն է, համապատասխանում է զինվորական դիրքերում օգտագործելու համար բոլոր չափանիշներին, տղաները գոհ են, հրամանատարը ինքը շատ սիրում է այս մեքենան եւ այս մեքենայով, ինչպես ասեցի, բարձրանում են ամենադժվարին դիրքերը, ցեխի, ձյունի եւ բոլոր պայմաններում աշխատում է։ Ցավոք սրտի հայերը, չգիտես ինչու Միջև այսօր մեքենա չենք արտադրում, վերջինը եղել է երազը եւ ես շատ ուրախացա, որ գոնե մեկ հատ կա նման հայկական արտադրության մեքենա, որը մինչև այսօր ծառայում է հայրենիքին։ Այսքանով մենք ավարտեցինք Դիրքերում հաղորդաշարի հերթական թողարկումը, կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Դիրքերում։